Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 27-ն է 2026 թվական։ Ռուսաստանից հերթական հարձակումներն են Հայաստանի վրա, բնական է դրանք նախընտրական են, ու զարմանալի ոչինչ չկա, երբ որ ասում էին, որ 2021 թվականի ընտրությունները չի կարելի կրկնել 2026-ին, որովհետև 2021 թվականին ասել ընտրենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Քոչարյանի տեսքով հրեշը չգա, կամ ընտրենք հրեշին, որովհետև Պուտինի ընկերն է եւ ինքը միայն կարող է Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկի, դա 26 թվականին խնդիրներ է առաջացնելու, որովհետև 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո աշխարհում չկա որևէ ընտրություն, որտեղ արտաքին քաղաքական կողմնորոշումը չլինի առաջնային։ Դուք չեք տեսնի մի ընտրություն, որ ասեն հաղթեց այսինչ ուժը, որը այսպիսի սոցիալական քաղաքականություն էր իրականացնում, կամ որը խոստացել էր 1500 տանիք վերանորոգել, իսկ այն մյուսը 1400 հաղթեց 1500 տանիք վերանորոգելու խոստումը։ Չկա այդպիսի բան, չի եղել ոչ Ամերիկայում, ոչ եվրոպական երկրներում, ոչ հետխորհրդային երկրներում։ Միայն մի պարզ պատճառով ցանկացած այդ ընտրությունը որոշելու է ինչ տիրույթում ես ցանկանում տեսնես քո երկրի ապագան այս նոր աշխարհակարգում։ Եվ հիմա երբ որ փորձարվեց 2021-ը տեղափոխել 2026, ուղղակի արդեն Քոչարյանի տեսքով հրեշը առանձնապես մոդա չէր, որովհետև արդեն պարտված հրեշը ում է հետաքրքիր, եւ արդեն պետք էր նոր կերպար ձևակերպել ռուսական ազդեցության, բայց հիմա արդեն արտաքին ճնշումները, արտաքին միջամտությունը չափազանց վտանգավոր դերակատարություն ունի։ Այն ինչի մասին պարբերաբար զգուշացնում էինք, որ ասում էինք, այս խաղը, որ խաղա Նիկոլ Փաշինյանը, որ հիմա էլ էսա Սամվել Կարապետյանին կկալանավորի եւ նրանից կկերտի հերոս եւ նրա հետ արդեն կպայքարի, կասի ինձ ընտրեք, որ նրանք չգան, կարող է հանկարծ այդքան էլ իր մոտ չստացվի, որովհետև արդեն այն մյուս կողմում հավաքվում են միլիարդատեր մարդիկ, մի քանի հոգի, այդ մի քանի հոգին կարող են գումարներ դնել, իրենց կապերն օգտագործել եւ որոշակի խնդրեմ ստեղծել, մանավանդ չեն էլ խորշում արտաքին ազդեցությանը դիմելու հարցում։ Հիմա տեսնենք Ռուսաստանը օր չկա, որ գոնե մի քանի անգամ Հայաստանի հետ կապված հայտարարություն չանի։ Նույնիսկ հայտարարություններ, որ թվում է թե հիմա այսօր չպետք է էլ արվեր, որովհետև Նիկոլ Փաշինյանը, որը որ Եվրամիության հետ անդամակցության հետ կապված, ասել է, որ մենք նման օրակարգ չունենք, հա օրենք ընդունել ենք, հեռանկարի համար, որ այդ ուղղությամբ մտածենք, բայց մենք ոչ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ ունենք, ոչ 102-րդ բազայի հարցը վերանայելու, ոչ հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու, ոչ էլ 3 գումարած 3 ձևաչափը վերանայելու։ Այսինքն այսօր մնալ ընտրությունից առաջ այսպես ոգևորվել, որ ընդամենը վերջերս էր Նիկոլ Փաշինյանը գնացել եւ Վլադիմիր Վլադիմիրիչին հավատարմության երդումը տվել, սա ուղղակի նրա համար է, որ իրանք ցանկանում են ասել ընտրությունից առաջ այն ինչ որ մեզ խոստացել ես ամրագրի, որ մենք իմանանք ինչ ունենք քեզ հետ։ Հիմա տեսնենք, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում նշվում է. Ռուսաստանը կարող է միակողմանի կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի նավթամթերքի եւ չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Ասեմ ձեզ, որ Երևանը Եվրամիության հետ մերձեցման քաղաքականություն չի վարում։ Պետք չի նույնիսկ խաբվել, որ գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի անցավ Երևանում, բայց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ դա չի նշանակում, որ մենք ճանապարհ ենք բռնել դեպի Եվրոպա։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի Եվրամիություն վտանգի տակ է դնում երկկողմ առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հիմքերը։ Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում է ռուս-հայկական առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը եւ զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են,
նշվում է նամակում։ Հայաստանից ասեցին, որ նման նամակ չեն ստացել, բայց Զախարովան պարզաբանում է, թե այդ նամակը երբ է գրված։ Ենթադրում եմ, որ Մոսկվայից եթե նույնիսկ էշով ուղարկեին այդ նամակը մայիսի 7-ից մինչև մայիսի 27, 20 օրում մի քիչ իրան հարգող էշը կգար կհասներ Երևան, բայց պարզվում է նամակը չի հասել։ Հիմա ես ասեմ ոնց է եղել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի եւ ադամանդների մատակարարման համաձայնագրերը։ 2026 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայկական կողմին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլովի նամակը, ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որով տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում ռուսական կողմը միակողմանորեն կկասեցնի եւ այն կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ 13 թվականի դեկտեմբերի 2 դժվար չի պատմական հիշողությամբ ներկայացնել, որ դա եղել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը Մաքսային միության անդամակցությունից հետո, որ սա այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Այսինքն դուք տեսաք, որ Ռուսաստանը հիմա ճնշում է գործադրում նաև հայ ընտրողի վրա։ Այդ տեսեք, հա, դուք եթե հանկարծ ընտրեք Եվրոպան, դուք խնդիր կունենաք, բայց խնդիրն ուրիշ է, մի հատ դա էլ հասկանանք։ Եթե Ռուսաստանը հիմա ճնշում է գործադրում, իսկ Հայաստանը դեռ չի էլ ուզում Եվրոպա գնալ, հիմա մենք գտնվում ենք ամենախոցելի վիճակում։ Չունենք ճանապարհային քարտեզ Եվրոպայի հետ, ունենք ճնշում Ռուսաստանից ու մենք մենակ ենք։ Չենք կարող Եվրոպային ասել մեզ օգնի, որովհետև մենք առնվազն պետքա դիմում գրեինք, որ իրանք մեզ օգնեին։ Դիմում գրեինք, իրանք էլ ասել են, որ խալին փռած սպասում ենք, եթե այդ ժամանակ մենք ասենք բալա, որ հիմա դիմում են գրե մեր վրա ճնշում են, դե դուք էլ մի հատ ասեք ինչ ենք անելու, մեր անվտանգային հարցը, մեր տնտեսական քաղաքականությունը եւ այլ։ Դուք գիտեք Ռուսաստանը ինչպես է օգտագործում այդ սանկցիաները։ Բայց եթե մենք հիմա քայլ չենք անում դեպի Եվրոպա, բայց Ռուսաստանը դա համարում է, որ մենք քայլ ենք արել, որովհետև Նիկոլ Փաշինյանի բոլորին հասելու քաղաքականության պատճառով հիմա բոլորը իրանց ասած հայի ստանալիքն են ուզում, հիմա մենք ամենախոցելի վիճակում ենք։ Ընդհակառակը մենք հիմա պետքա հասկանանք, եթե մենք հիմա վախից հետ քաշվենք, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք, քան հեղափոխությունից առաջ։ Այն ժամանակ որ լրիվ ֆորպոստ էինք, հիմա ֆորպոստել չենք կլինի, ես նույնիսկ չգիտեմ ինչ կլինենք։ Դուք պատկերացնում եք հիմա այս ճնշումից հայ հասարակությունը վախենա եւ ասի վայ, չէ, ինչ ենք ասում, ոնց կարող ենք դες բան անենք։ Ընդհակառակը պետք է ասեն մենք էս ենք ընտրում, նստենք մենք է ժամանակացույցը կազմենք, Եվրոպային ասենք, հարգելիներս, մենք սա ենք ուզում, դուք էլ գիտեք ինչ խնդիրներ կունենանք, եկեք իրար հետ քննարկենք։ Այսինքն նշանակումը այս հարցում վախացնել հայ ընտրողին, որ նա զիջի, դա ուղղակի նշանակումը մենք գնում ենք ստրկության։ Մենք գնում ենք ավելի վատ վիճակի, քան ունենք այդ վիճակը ունեցել ենք։ Այսինքն մենք վախենում ենք այդ ճնշումներից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որ ըստ էության իրավաբանորեն արդեն պարտավորեցնում է կառավարությանը եւ Հայաստանի պետական իշխանության բոլոր մարմիններին կողմնորոշվել դեպի եվրոպական ինտեգրացիա։ Ինչ ես ասում։ Այդ օրենքը ընդունելուց հետո չի հանդիպել Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Վլադիմիրիչի հետ եւ նրան ասել, որ հավատարմության երթում տվել, որ Հայաստանում չի գտնվի մի մարդ, որը Ռուսաստանին ավելի հլուհնազանդ կծառայի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ես ընկել ուրիշների խելքին։ Ժամանակագրականը չեք նայում։ Այդ օրենքը ընդունելուց հետո դուք այդ հարցը Նիկոլ Փաշինյանի հետ չեք քննարկել, պարզաբանումները չեք լսել, ինչի եք այսօր դնում սեղանին, որովհետև առջևում ընտրություններ է։
Դմիտրի Պեսկով, Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այսինքն այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ, սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում, պայմանավորված այն հանգամանքով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը, սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է, ասել է Պեսկովը, եկեք իրերը կոչենք իրենց անունով, սա մեր օգնությունն է Հայաստանին, հավելել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, այո, սահմանին կարող է գազը տաք էժան, հետո վերցնեք ամբողջ ենթակառուցվածքները առնեք ռուսական լինի, և դուք դրա վրա միատնես թվեր նկարեք, և արդյունքում սպառողը ստանա համարյա եվրոպական գներով, այդ նորությունն է, որ մենք դա գիտենք, դուք չեք նայել, թե ինչ գնով է մեզ հասնում, դուք ասում եք ինչ գնով է սահմանին հասնում, բայց Եվրոպայում հաշվում եք, թե ինչ գնով է սպառողին հասնում, բայց մեր սպառողին հասնողը սահմանի գնի հետ տարբերությունը չեք տեսել, անտրամաբանական մեծ տարբերություններ, ու մի առանձնապես իրանց էլ չենք կոտորում ներդրումներ անել այդ ուղղությամբ, որ գոնե ասես թե լավ, ոչինչ, բարեփոխում են, բարելավում են, կգա մի վիճակ, որ արդեն այդ ամեն ինչ կկա։ Հիմա դուք պատկերացրեցիք, չէ՞ արդեն ինչ է կատարվում։ Բառացիորեն ճնշում է գործադրվում Հայաստանի վրա։ Հայաստանը ինչ քայլ ունի։ Հայաստանը ստրկական կախվածության մեջ ընկնի Ռուսաստանի հետ, Նիկոլ Փաշինյանն ասում էր 18 թվին ֆորպոստ էինք, 5 տարի ֆորպոստ էինք, 23 թվականին ազատվեցինք, բայց դրա համար վճարեցինք պատերազմ, կորուստներ, մարդկային եւ այլ, կռվեցինք Ադրբեջանի հետ, անկախացանք Ռուսաստանից։ Իհարկե դա Նիկոլ Փաշինյանական ֆանտազիան է, որը որևէ մեկը լուրջ չի ընդունում, բայց ի վերջո փաստա, որ ազգային ժողովի բարձրամյոնից ասել է։ Հիմա ստացվում է, որ մենք Ռուսաստանից անկախացել ենք, բայց Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի եղբայրն է, Պուտինը եւ Միշուստինը վարչապետ, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը եղբայրական պետություն է։ Հիմա այդ եղբայրական պետությունը պահանջներ է ներկայացնում, բայց մենք արդեն անկախ պետություն ենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, բա Ռուսաստանի հետ ոնց կարանք հավասարի հետ խոսանք, լա նրա քաշը նայի, լա մեր քաշը նայի։ Մենք էլ ասում ենք, դե ուրեմն պետք է լինել եվրոպական են ընտանիքում, որտեղ ոչ մեկը քաշային կատեգորիաներով չի առաջնորդվում։ Եվրոպական փոքր երկրները, եթե մի բան իրանց դուրը չի գալիս, դնում են ասում են մենք սրան դեմ ենք։ Այո, պարբերաբար վերում ենք Հունգարիայի օրինակը։ Շատ վատ էր, որ Հունգարիան համաեվրոպական ծրագրին դեմ էր գնում, բայց ինքը այդ լիազորությունը ուներ դեմ գնալու։ Եվ մինչև իր ժողովուրդը ընտրությամբ չփոխեց համաեվրոպական ծրագրին դեմ գնացող Վիկտոր Օրբանին, որևէ խնդիր չկար այդ ուղղությամբ։ Ով էր ճնշում։ Զորք էին մտցրել Հունգարիա, գրավել էին Հունգարիան։ Գերմանիան ասել էր, ես ամենահզոր պետություն եմ, ով դառնար դու, որ մեր որոշմանը դեմ գնաս։ Բայց դրա համար ենք ասում եվրոպական ընտանիք։ Մեծ Բրիտանիան էլ Brexit արեց դուրս եկավ։ Ինչ եղավ։ Իրար տվեցին, սպանեցին, հա։ Այսօր Մեծ Բրիտանիան Եվրոմիության հետ ավելի մոտ հարաբերություններ ունի, ավելի շատ գործ անում Եվրամիության համար, քան անգամ եվրոպական շատ երկրներ։ Բացի այն, որ իր կշիռն է մեծ, բացի այդ նաև ինքը համաեվրոպական ծրագրերում բառից բուն իմաստով վիզա դնում։ Նույնիսկ շատ հարցերում, որ թվում էր դեպի կամուրջ լինի Ամերիկայի Եվրամիության միջև, նա իր նախապատվությունը տալիս է Եվրոպային, ու ավելի շատ Ամերիկային է ասում, ես ինչ ես անում, որից Թրամփը վիրավորվել էր, թե Սթարմերը Չերչիլը չի։ Հա դու էլ Ռուզվելտը չես, այդ ով չգիտի որ։ Իսկ որ ասենք Ռոնալդ Ռեյգանը հաստատ չես, էլի, լավ, հանրապետական ասենք չնեղանա։ Հա, հիմա նայենք Նիկոլ Փաշինյանի ասածն ինչ է։ Ես չեմ Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. Ես չեմ որոշելու, դուք եք որոշելու լինել ԵԱՏՄ կազմում, թե Եվրամիության կազմում։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու, այդ հզորն է որոշելու, իսկ հզորը Հայաստանի քաղաքացին է։ Վայ, էս ինչ լավ է, որ ասեցիր։ Բա մենք էլ ենք ասում, այդ հզորին ենք դիմում։ Ասում ենք Ժորժ ջան, եթե դու խաղեր ես տալիս Եվրոպայի հետ, հիմա էլ ենք էլ քո խաղերի գերին ես տառել։ Ալիևին առանձին ես բան խոստացել, Էրդողանին առանձին,
Իրանին առանձին, չասենք Իրանի Մասուդ Փեզեշքյանին, որովհետև այնտեղ նախագահը չի, առաջի դեմքը, Ամերիկային առանձին, Եվրոպային առանձին, Ռուսաստանին առանձին, եկել դեմ են տվել, բայց մենք էլ ենք ասում, որ պետք է ունենանք այլընտրանք։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ եւ դուք ունեք այլընտրանքներ։ Այն մեր գործընկերները, ովքեր սա սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում, նշել է Փաշինյանը, շատ լավ։ Այսինքն դուք հասկացաք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն է որոշելու, մենք գնում ենք Եվրամիություն, թե ԵԱՏՄ, ժողովուրդը կորոշի, մենք էլ կանենք։ Իհարկե մենք էլ ասում ենք, պետք չի ժողովրդի վրա գցել, որովհետև հայտ ներկայացնելու համար հանրաքվե պետք չի։ Հանրաքվե պետք է արդեն վերպետական միջազգային կազմակերպության անդամակցության համար։ Իսկ դա այս փուլը չի, դա կարող է լինել տարիներ հետո։ Այս սկզբի համար պետք չի հանրաքվե։ Հանրաքվեն անում են այն դեպքում, որ պարտադրեն իշխանությանը դիմում գրի, ինչը մենք կփորձենք անել մտնելով խորհրդարան։ Հա, բայց դու այսօր, երբ որ ասել ես Հայաստանը որոշել է ԵԱՏՄ մտնի, հաստատ հանրաքվե չի արել։ Թեպետ այդ ժամանակ հանրաքվեի օրենքում դա չկար, բայց դիմում գրել քաղաքական որոշում կայացնելը ընտրության ժամանակ հաղթած քաղաքական ուժի մենաշնորհն է որոշում կայացնելն է։ Հայաստանը, որ դիմում ա գրել, որ դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, հանրաքվե չի արել։ Բայց երբ որ արդեն կգա պահը, որ անդամակցության հարց կլի, կասեն, այս միջազգային կառույցի անդամ ենք դառնում, այդ դեպքում հանրաքվե պետք կգա։ Բայց համարենք, որ հանրաքվե ասածը դրա փոխարեն մենք ունենք մի քանի օր հետո ընտրություն, 10 օր հետո։ Եվ այդ 10 օր հետո է ընտրության ժամանակ ձեր ձայներից է կախված, թե Հայաստանը ինչ որոշում կկայացնի։ Ու անկախ նրանից Եվրամիության ուղղությամբ անդամակցության հարցը մեծամասնություն կստանա, թե չէ, մենք ցույց կտանք մեր վերաբերմունքն ու դեմքը, որ մենք ստրկական ձևով չենք որոշում կայացնելու։ Մի հատ իշխանություն լինի, որը Վլադիմիր Վլադիմիրիչին ասում է վերև Աստված ներքև դու, մի հատ էլ ռուսամետ Ռոբերտ Քոչյան, ռուսամետ Սերժ Սարգսյան։ Էս եք ուզում ժողովուրդ ջան։ Մեր հասարակությունը տենց է տրամադրված։ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵԱԹՄ հանդիպումների օրակարգը բավականին բարդ է լինելու, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հենց վաղը երեկոյան կմեկնարկի այն հատվածը, որն ավելի շատ վերաբերում է ուրբաթ օրը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նախատեսված է ԵԱՏՄ տնտեսական համաժողովը, իսկ վաղը կլինեն բուն բանակցությունները։ Օրակարգը հեշտերից չէ, բացի բուն ինտեգրացիոն թեմաներից, գիտենք նաև, որ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ կա, նշել է Կրեմլի խոսնակը։ Ինչ կորոշեն, ամենայն դեպս առաջի փուլով սանկցիաների մասին չեն խոսի, ոչ թե չեն խոսի, այլ սանկցիաների չեն անցնի, կխոսեն սպառնալիքների մասին, թե ինչ կարող են անել այդ դեպքում, եւ հիմա դրանից կախված մենք պետք է մեր որոշումը կայացնենք։ Իսկ երբ որ ասում ենք հիմա առաջիկա ընտրությունների հետ կապված իշխանությունը լրիվ ձևով սրում է, որ տանի բախման, որովհետև մի խումբ մարդիկ իշխանության կողմը կանգնած համարում են, որ եթե բախում չլինի, որի արդյունքում դնեն կալանավորեն հակառակորդներին, չեն կարող իշխանությունը պահել։ Իսկ այն մյուս կողմն էլ հասկանում է, որ եթե պարտվեց ու փողոց դուրս չեկավ, չընդունեց բախման մարտահրավերը, իրաց բոլորին կոխելու են կամեր, այսպես ասած, եւ ունեզրկելու են։ Այսինքն այս կողմն էլ է պատրաստ բախման, այս կողմն էլ է պատրաստ բախման։ Հիմա ես այդ մասն էլ կասեմ, որ պատկերացնեք ինչա նշանակում։ Եվ նոր կասեմ նաև նորից կասեմ մեր պատկերացումները։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնատու Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում պարտվելու դեպքում կհամարձակվի չեղարկել դրանց արդյունքները եւ նոր ընտրություններ անցկացնել։ Քոչարյանը նկատել է, որ նման գործողությունները հղի են հեղափոխական հետևանքներով։ Ուշադրություն, Սամվել Կարապետյանի մոտ ձայնագրությունները որքանով արժանանահավատ, որքանով չէ, բայց ամեն դեպքում տարածվեց կոնկրետ մարդկանց ձայներով, որ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, պետք է պերևառոտ անեն, ժողովուրդ, հեղաշրջում անեն։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը խոսում է հեղափոխությունից։ Եթե իշխանությունը կփորձի ուժ կիրառել, պետք է հեղափոխական հետևանքներ կունենա։ Հասարակությունը լարված է, կրքերը բորբոքված, իսկ տարբեր կուսակցությունների ուժերի ընտրազանգված է, մոբիլիզացված։ Կոնկրետ պիկը դա
ընտրության օրն է, որ մարդիկ գնացել են ընտրատեղամաս ոգևորված, ընտրել են, որի արդյունքում տեսնում են, որ իրանք պարտվել են։ Եվ իրանք առաջնորդներն ասում են, դուս են գալիս փողոց, մեր ձայների համար կռիվ ենք տալիս։ Եվ ինչպես տեսնում եք, օրը, բախման օրը, Ռոբերտ Քոչյանը կոնկրետ նշում է, ինչա, մենք սրա մասին չենք խոսել, որ այդ մարդիկ կոնկրետ նախապատրաստում են ամսի 7-ի գիշերը ինֆորմացիան ունենան, հաջորդ օրը իմանան, որ գնում են բախման եւ հեղափոխական հետևանքներով են բախացնում, որտեղ հասարակությունը մոբիլիզացված է։ Նման իրավիճակներում շատ ռիսկային է գնալ նման ապօրինությունների։ Ինքն իրեն արջի ծառայություն կմատուցի, չեմ առաջարկում նման բան անել։ Այսինքն ինչա ստացվում եւ շարունակությունը նա է Քոչարյանը կարծում է որ իշխող ուժի պարտության դեպքում Ադրբեջանի հետ պատերազմ սկսելու մասին Փաշինյանի սպառնալիքները շանտաժ են որի տակ ոչինչ չկա դա լոկ Փաշինյանի վերընտրվելու մոլուսկն է եւ այլ բացատրություն չկա հիմա շարունակությունը նայենք նորից Քոչարյանն ինչ է ասում չեմ կարծում թե նրանք ում մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը կփախչեն Հայաստանից Փաշինյանն ասում է նրանք են փախչելու ընտրություններից հետո Հիմա Քոչարյանն ասում է այդ մարդիկ նման քայլի չեն դիմի իսկ ահա ինքը հաստատ կփախչի չեմ կասկածում Քոչարյանը հավելել է որ եթե Հայաստանից փախչելու մտադրություն ունենար ապա վաղուց դա արած կլիներ Քոչարյանը պարզաբանել է որ Փաշինյանը ենթագիտակցորեն բարձրաձայնում է սեփական վախերը եւ փորձում է դրանք պրոյեկտել ուրիշների վրա փախել է հենց ինքը 2008 թվականի մարտի 1-ին եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո եւ 2 շաբաթ անցկացրեց բունկերում մարտն իր էությամբ այդպիսին է ուր էլ փախչի մենք նրան հետ կբերենք այսինքն դուք հասկանում եք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանն ասում է հաղթեմ փախնելու են որտեղ բռնեն կողելու եմ կամերը սրանք էլ ասում են ինքը որ փախավ բռնելու ենք հետ բերենք Ժորժ ջան դուք հասկանում եք չէ որ երկու կողմը տանում են երկիրը բախման ու այս երկու կողմի կողմնակիցներն էլ են դրան համաձայն Դրա համար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ասում են ինչի եք դուք ուզում որ բախում չլինի բա մենք գիտենք որ իշխանությունը պահելու համար դա պետք է այս մյուս կողմն ասում են ինչի եք դուք ուզում բախում չլինի բա մենք գիտենք առանց բախման իշխանությունը չենք կարող վերցնել հասկանում եք մեզ համոզում են որ բախումը անխուսափելի է եւ շատ կարեւոր է մենք էլ ասում ենք սխալվում եք կոպտագույն ձևով մեր ժողովուրդը բախում չի ուզում որովհետեւ դրան խառնվելու են նաեւ դրսի ուժերը Ուր էլ փախչի մենք նրան հետ կբերենք, նա կարող է իրեն հանգիստ զգալ միայն այն դեպքում, երբ փախչի Թուրքիա կամ Ադրբեջան։ Ընտրություններից եւ իշխանության փոխանցումից հետո ընկած ժամանակահատվածը նրան ճողոպրելու հնարավորություն է տալիս։ Նա դրա վարպետն է եւ այստեղ մրցակիցներ չունի, նշել է Հայաստան Դաշինքի առաջնորդը։ Այսինքն իգա համարում է, որ հունիսի 7-ին իրանք հաղթելու են, մինչև օգոստոսի 2-ը իր պաշտոնը պահելու է Նիկոլ Փաշինյանը, հասցնելու է հունիսի 7-ից մինչև օգոստոսի 2-ը Հայաստանից ճողոպրի։ Սա իր կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է, որ տվեք մանդատ, իրաց կողեմ կամերը։ Հիմա շարունակությունը Փաշինյանի ասեմ ու այդ թեման ամփոփեմ, ասենք աշխարհակաղակական զարգացումներին։ Կարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Նախկին իշխանություններն ասում են, թե իրենք օրակարգ են բերել Լաչինի Միչանսկի հարցը։ Լաչինի Միչանսկի թեման բերվել են Մեղրին Հայաստանից օտարելու համար, եւ ես եմ կանգնեցրել այդ թեման։ Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, իրենք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27-ին արել, իշխանապողություն են արել, հեղաշրջում են արել։ Այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է, եւ իրենք պետք է դատվեն տասնամյակով բանտ նստեն։ Տվեք ինձ մանդատը, ես ասում եմ, բոլորը գծերը անցել են, կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչյանը, բելարուսցի N1-ը պետք է նստեն բանտ, պետք է տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար։ Շատերի մոտ հարցը առաջանում, բա 8 տարի ինչ է իրանում, բա այդ բանտիկով չաքուչը, որ արել էր քուչեկն է իրենգել 21 թվականին, ինչու չարեցիր, մանդատ չէին տվել։ Բա արդարադատության համակարգը, որը որ պետք է դատի հանցագործներին, դու դրա հետ ի՞նչ կապ ունես։ Դու որ մանդատ վերցնես, դու ես դատելու, այսինքն ուզում ես ասես, որ դու ես որոշել դատեն թե չէ, որտեվ տեսեք ինքը տենց էլ բացատրում է։ Մարտի 1-ի ոչռագործ Քոչարյանը, Մեղրին տվող Քոչարյանը պիտի նստի բանտում։
Ես գիտեմ, որ մարդիկ ասում են մինչև հիմա նստած չի, որովհետև ես շատ զգուշ եմ գործել, որովհետև իմացել եմ, որ դրանք 15 երկրի շպիոն են։ Ես կռվել եմ հանուն Հայաստանի անկախության մի քանի ճակատով, եւ ես ամեն ինչ արել եմ, որ գոնե ճակատները չավելացնեմ, բայց հիմա ամեն ինչ հասել է լրումին, լրտեսները պետք է նստեն բանտում, ասել է Փաշինյանը։ Հիմա հասկացաք, այսինքն ինքը խոստովանեց, իրան հարցաքննել պետք չի, ինքը լավ էլ խոստովանում է, որ այսինքն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ մնացած ում անունները տալիս է, որ հաստատ գիտեր, որ նրանք հանցագործ են, որովհետեւ դու կոնկրետ մեղադրանք ես ներկայացնում, չես ասում կարծում եմ եւ այլ, ասում ես իրանք են դա արել, մարտի 1-ի ոչրագոց Քոչարյանը, մեղրին տվող Քոչարյանը եւ այլ, ու ասում ես ես եմ նենց արել, որ իրանք չդատվեն, որովհետեւ իրանք 15 երկրի շպիոն էին, այսինքն չեմ ուզեցել նրանց նստացնեմ, որպեսի իրանց տերերի հետ հարաբերությունները չփչացնեմ։ Ավելի ծանրակշիռ խոստովանություն էլ ինչ եք ուզում որ անի։ Եվ հիմա ասում եմ մանդատ տվեք, որ իրանց կալանավորեմ։ Նրանք որ իմանան իրանց կալանավորելու են, ինչ են անելու։ Բոլորին հանելու են փողոց։ Ու չասեք, որ տարբեր միտինգներին քիչ մարդիկ են գալի, բա հիմա ինչ են անելու։ Տարբեր միտինգներին քիչ մարդիկ են գալիս, որովհետև առանձնապես դրանով բան չի որոշում։ Ընտրության ժամանակ, երբ որ բոլորին տանում են ընտրատեղամաս, այդ ոգևորված մոբիլիզացված մարդկանց կարան փողոց հանեն կամ փողոցում պահեն։ Պետք է լինել շատ զգուշ, եւ դրա համար հերթական անգամ ես ձեզ հիշեցնեմ, ու անցնենք մնացած թեմաներին։ Ես որ ասում եմ, որ բախումն անխուսափելի է, բայց եւ միևնույն ժամանակ ասում եմ, որ ժողովուրդ մենք ունենք խուսափելու հնարավորություն, որովհետեւ դուք հիմա տեսնում եք, որ նպատակային տանում են բախման երկու կողմն էլ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդին ասում է խաղաղություն են բերել, խաղաղություն ինչ ես բերել դու երկրի ներսում տանում ես պատերազմի, ինչ խաղաղություն։ Էլ մյուս կողմն է չի զիջելու, բա ինչ ենք առաջարկում։ Ռուսաստանն էլ հիմա ցանկանում է միջավտել, ինչ ենք առաջարկում։ Ադրբեջանն էլ ասում է՝ մի րոպե, դուք ինձ թրիփ խոստացաք, որի պատճառով ես ասի լավ, ավելի լավ է թող Ամերիկայի ձեռը լինի, ես Ադրբեջանի մարտարացքը կապեմ Նախիջևանի հետ։ Իսկ եթե պարզվի, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չի գալի, ռուսամետներն են գալի, ռուսամետները գալու դեպքում իրանք Նիկոլ Փաշինյանի բոլոր պայմանավորվածությունները չեղարկելու են։ Այդ թվում թրիփը։ Բայց այդ դեպքում ինչ ենք անելու։ Ուրեմն ուժով մտնենք վերցնենք։ Այն ինչ որ մենք որոշել էինք վերցնենք։ Իսկ Փաշինյանն ասել էր Ադրբեջանը չմտավ, թրիփից հետ քաշվեց։ Եթե թրիփ չկա, Ադրբեջանը կմտնի։ Այսինքն սա է, չէ՞ ես ասում։ Դա իր շանտաժի ձևերից մեկն է, չէ՞ չեք կասկածում դրանում։ Այսինքն ես կրքերը չեմ բորբոքում, չէ՞ ժողովուրդ ջան։ Ես ուղղակի ներկայացնում եմ վիճակը, որից մենք դուրս գալու ելք ունենք։ Ու ես ես պարզ ասում եմ, դրա համար կա մեկ լուծում։ Նիկոլ Փաշինյանը այսօր, եթե ինքը կամ իր արբանյակները մեծամասնություն ունեցան, ոչնչացնելու են մյուսներին, փորձելու են, նրանք էլ հակահարված են տալու, երկիրը կողելու են քաղաքացիական պատերազմի տակ։ Այն մյուս կողմը մեծամասնություն ունեցավ իր արբանյակներով։ Այն կողմն էլ նույն բանը անելու։ Հիմա այսօր շատ པարզ մենք տեսնում ենք։ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում։ Նիկոլ Փաշինյանի արբանյակները, որոնք ասում են մենք որ մտնենք խորհրդարան, սատարելու ենք իրան, ձեներն է պակաս իրան ենք միանալու, հաստատ իրանք մեզ Եվրոպա չեն տանելու։ Ինչքան ուզում է եվրոպական լոզունգներ ասեն, որովհետեւ եթե դու Փաշինյանին ես սատարում, ինքը Եվրոպա չի գնում, նշանակում է դու ինքդ չես գնում։ Նշանակում է այս տարբերակը մեզ Եվրոպա չի տանելու։ Կամ մեկ ձև, որ մենք ասում ենք Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն ու վարչապետի տեխնատուն Գուրգեն Սիմոնյանն է, ասում են, որ կունենանք մեծամասնություն, հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, այդ ժամանակ եթե Ռուսաստանը այս սանկցիաները կկիրառի, մենք Եվրոպային կասենք ընկեր, դե մեզ օգնեք, հիմա մենք կարողանանք այս ամեն ինչը շրջանցենք։ Ինչով եք օգնում։ Ֆինանսապես եք օգնում, մեր ապրանքների համար շուկա եք գտնում, լավ եվրոպական ստանդարտին չենք համապատասխանում, ինչ որ ժամանակ է պետք համապատասխանել, այդ ընթացքում ինչ որ ծրագրեր ունեք երրորդ երկրների համար, այդ ծրագրերի հետ կապված ճանապարհ բացեք մեր ապրանքները հանենք դուրս, մինչև մենք եվրոպական ստանդարտի ապրանք կարտադրենք։ Եվ կոնկրետ աշխատանք տանենք։ Եվ միևնույն ժամանակ մենք հիմա հստակ ասում ենք, որ այս ռուսամետ ուժերը, որ ասում են, եթե մենք ձայն ունենանք, միանալու ենք իրար, եւ որոշ ուժեր էլ ասել են, որ այո, մենք Սամվել Կարապետյանի նախկին չենք համարում, այսինքն ակնհայտ է, եթե իրանք ձայն ունենան, կմիանան նրանց։
Բացի դրանից էլ, ինձ թվում է բարդ չէ հասկանալ, եթե մի քաղաքական ուժ, որը մի քանի տոկոս ձայն պետք է հավաքի, բայց այդ մի քանի տոկոս ձայնի համար ենթադրենք մտան խորհրդարան, ծախսում է մի քանի միլիոն դոլար, միայն երևացող։ Այնքան ինչքան իրանք դոլար են ծախսում, մեր ուժը դրամ է ծախսում այդքան։ Ինչ եք կարծում, մի քանի միլիոն դոլար ծախսում են, մանդատները ստանան, գնան падգամավորի աշխատավարձ ստանան։ Պարզ է իրանց համար փող դրած մարդիկ ասում են, դա պետք է հանեք վաճառքի, աճուրդի պետք է հանեք եւ պետք է որոշեք կանգնեք այս կամ այն ուժի կողքը։ Ես սա նշանակում է, որ այս պարագայում բախումը լինելու է անխուսափելի։ Այդ իսկ պատճառով ես մեկ անգամ եւս ասեմ, շատ ծանր են տանում, որ ես դա ասում եմ, բայց ասում եմ, միակ շանսը Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը, որը ի սկզբանե ասել է, մենք ոչ մեկին չենք միանալու։ Այո, քննադատել են, մեր վրա հարձակվել են, այս կողմն ասել է Ռուսամետ են, այն կողմն ասել է Նիկոլական են, բայց մենք պինդ կանգնել ենք դրա վրա, որովհետև չես կարող միջնորդ լինել, չես կարող արբիտր լինել, եթե դու չես կարողացել պահես քո անկողմնակալությունը։ Որտեղ մեզ ասում են, ընտրենք Չարիքի փոքրագույն։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, դուք Չարիքի փոքրագույն ընտրել եք 21 թվականին։ Հիմա այսօր մենք ունենք Չարիքի մեծագույններ։ Երկու հատ մեծ Չարիք, Նիկոլ Փաշինյանի տեսքով եւ Ռուսամետ ուժերի տեսքով։ Այլ փոքրագույն Չարիք չկա, ժողովուրդ ջան։ Հիմա մենք ուղղակի բարիքը պետք է ընտրենք։ Մենք ունենք հնարավորություն դա ընտրելու։ Այսինքն, երբ որ գնում եք ընտրում եք Հայաստանի Շնորհապետական Կուսակցությանը, ոչ մեկը մեծամասնություն չի ունենա։ Եթե մենք ունենանք, մենք կունենանք։ Մենք չենք ունենա, իրանք էլ չեն ունենա։ Ամսի 7-ի մոբիլիզացված պայքարը բախումների կկանխվի, որովհետև գնում ենք երկրորդ փուլ։ Որևէ մեկը չի կարող այդ ժամանակ փողոցում վիճարկի ընտրության արդյունքները, որովհետև մարդիկ պետք է ասեն, այս մարդիկ ոչ են կողմից են, ոչ են կողմից են։ Եվ իրանց կարծիքից է նաև կախված ընտրությունը իսկապես չեղարկելու կարիք կա թե չկա, որովհետև իրանք ինչ շահ ունեն, եթե տեսնում են ընտրությունը կեղծվել է, կանգնում ասում են մենք մանդատ չենք վերցնում։ Եթե չի կեղծվել, մանդատը վերցնում ենք։ Այսինքն մարդիկ պետք է նայեն այս բախման գնացող ուժերից մյուսը ով է, որ ինքը ինչպիսի դիրքորոշում ունի։ Մնացածը վաղուց արդեն կողմնորոշված են, կամ Նիկոլի կողմից են, կամ Սամվել Կարապետյանի, ով չգիտի դա։ Այս միակ ուժն է։ Եվ դրա համար հիմա ես ասում եմ, այդ ժամանակ մենք ասում ենք, քանի մանդատ էլ ստանանք, մենք վարչապետի մեր թեկնածուին ենք ընտրելու Գուրգեն Սիմոնյանին։ Որևէ մեկն ասում է, եթե ընտրվի Ռուսամետ ուժերը երկիրը կկործանվի, նա էլ ասում է, եթե ընտրվի Փաշինյանը երկիրը կկործանվի, չեք ուզում կործանվի, ընտրեք Գուրգեն Սիմոնյանին։ Մարդը գալիս է գիտնական մարդ, քաղաքագիտության թեկնածու, գիտությունների մտավորական ընտանիքից, որևէ բեր չկա անցյալի իր վրա, մաքուր կենսագրությունով գալիս է, նստում ասում է ժողովուրդ ջան, իրարին չի եք ուտում։ Եկեք մի հատ հասկանանք, ընտրում եք մեր ուժին, մենք քաղաքական ծրագիրը մեր կյանքի ենք կոչում, ձեզ այդ բանակցություն չենք վարում, կոալիցիա չենք կազմում, ոչ ձեր հետ, ոչ ձեր հետ։ Ամեն մեկիդ համար փրկությունն է, որ իրար ոչնչացնող ուժերի փոխարեն ընտրվի մի ուժ, որը ոչ նրան է ոչնչացնելու, ոչ նրան։ Բերելու է համերաշխություն մեր հասարակության համար։ Որովհետև իր սեփականությունը չեն խլել, իրեն բանտ չեն կոխել, ինքը այդ խնդիրները չունի։ Կամ ինքն չի բանակցել Արցախի հետ կապված, Արցախ չի անցնել եւ բանակ չի թալանել։ Ավելի պարզ է ոնց ասենք ձեզ։ Ես ամիսներ առաջ իմ որոշումը կայացրել եմ, ժողովուրդ ջան։ Ես հասկացել եմ, որ վաղը մենք կանգնելու ենք այդ փաստի առաջ։ Դուք վերցրեք իմ հարցազրույցները, այս մինչև այս լարվածությունը, թե ես ինչեր եմ ասել, որ ասել եմ այս երկու կողմը գնում են բախման մահուկենաց կռիվ են մղելու, դա մեր սրբազան պատերազմը չի։ Եվ վերցրեք, տեսեք հիմա ինչա կատարվում։ Հենց այդ ժամանակ եմ ես իմ որոշումը կայացրել, որ կանգնենք մի քաղաքական ուժի կողքը, որը նոր է մտել ասպարեզ, որի հետևանքներ չկա, բեր չկա իր վրա, եւ նոր մարդ, որը մտել է, ամեն մեկս մեր ուժերի ներածու չափով կանգնենք իր կողքը եւ ասենք դու ամենալավ տեխնացուն ես, ժողովուրդ ջան։ Եթե ես նման կարգի որոշում կա, ես կանխատեսել եմ ինչա կատարվելու ու ընդունել եմ, որ դրա լավագույն տարբերակը Գուրգեն Սիմոնյանն է։ Այդ ձեր ուսադիրները ինչի ապոկվում, դուք տենց ուսադիր ունեք, ժողովուրդ ջան։ Դրա համար ավելի պարզ, էլ ինչ ասեմ, որ հասկանաք։ Ընտրելով Գուրգեն Սիմոնյանին դուք կանխում եք բախումը, որովհետև առաջի փուլով ոչ մեկը չի ընտրվելու, ժողովրդի այդ ալիքը կոտրելու ենք, հետո ներկայացնելու ենք հաջորդ քայլը։ Վերջ։ Ավելի պարզ բան, դրա համար քվեաթերթիկ համար 4, Հայաստանի Շնորհապետական Կուսակցություն։ Ավելի պարզ օրինակ, էլ ես ոնց բերեմ,
Իմ անձնական օրինակով կանգնել եմ կողքները, էլ ինչ անեմ։ Փողատերերի տեղն էլ գիտեի, պաշտոն բաժանողների տեղն էլ գիտեի։ Իրանք էլ ինձ են ճանաչում, ես էլ իրանց։ Գուրգեն Սիմոնյանը բարեբախտաբար ոչ նրանց է ճանաչում, ոչ նրանց։ Դրա համար իր կերպարը շատ ավելի հարմար է այդ խնդիրը լուծելու համար։ Որևէ կաշկանդվածություն չունի։ Այս մեկը բարեկամ է, այն մեկը հարևան է, այն մեկը սենց է, այն մեկը նենց է, այն մեկի հետ ժամանակին աշխատել եմ, մաքուր կարող է նստի եւ ասի ժողովուրդ ջան, հանուն մեր պետության գնում ենք այս ճանապարհով։ Ավելի պարզ ոնց բացատրեմ։ Ինչ եք հուզվում, ասում եք չէ, ում պատվերն եք կատարում։ Այսինքն երկիրը ուզում եք տանեք բախման, պատվերը մենք ենք կատարում։ Դուք ում պատվերն եք կատարում, որ երկիրը տանում եք քաղաքացիական պատերազմ։ Տեսնում եք, որ տանում են, է։ Դրա համար ժողովուրդ ջան, արագ ուղղակի ասեմ էլ միջև մյուս թեմաներին հասնելը, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն կունենան ալիքին օգնելու, կարող եք մտնել եւ նկարագրական մասում կա հնարավոր բոլոր տարբերակները, բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, PayPal, Patreon եւ այլ, բայց մի քանի օր բանա մնացել, շատ ավելի կարեւոր է, շատ ավելի օգտակար է, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, վերջի փուլն է մնացել, վերջի ակտիվությունն է, մի քանի օր բանա, ինչով կարող եք օգտակար լինել, որովհետև միայն նվիրատվությունների շնորհիվ է հնարավոր է ծախսերը անել, ուրիշ ծախսերը որևէ ձևով հիմնավորված ու արդարացված չեն լինում։ Այդ էլ բացի այդ նրանից է կազմակերպական հարցերով, նրանք ովքեր ցանկություն ունեն վստահված անց կուզենան լինեն, ասեք, կապ հաստատեք գրասենյակի հետ, գնացեք, ներկայացեք, ասեք, մենք էս կարող ենք անել, մեկը ասում է բուկլետ կարամ բաժանեմ, մեկը ասում է տեղում աշխատանք կարող եմ տանել, մեկը մարդկանց հետ կարող է խոսեմ, մեկը ասում է պատրաստ եմ նվիրատվություն անել։ Այդ պետք է անենք մենք, այսօր դուք ընտրում եք, ես ասում եմ մենք այլընտրանք այդ հարցում չունենք, հավատացնեք։ Ես վաղը 10 օր հետո իրար աչքերի մեջ նայելու ենք, չէ՞։ Չկա երկրորդ ուժը եւ երկրորդ մարդը, որը կարող է մեզ փրկի, որ մենք խուսափենք քաղաքացիական բախումներից, որտեղ մնացած ուժերը արդեն կողմնորոշված են։ Կամ էս կողմ են, կամ այն կողմ են։ Իմանանք, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը մեկնաբանելով Ռուսաստան գործնախարարության նախազգուշացումը Կիևից արևմտյան դիվանագետներին էվակուացնելու անհրաժեշտության մասին հայտարարել է։ Եմեն ամփոփող կպահպանի իր դիվանագիտական ներկայացությունը Կիևում։ Ընդհակառակը Եմեն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Լավրովն ասեց, առաջարկում ենք դուս եկեք, որովհետև խփելու ենք Կիևին։ Իրանք էլ ասի խփում ես, դուս չենք գալի։ Ու սանկցիաները ավելացնելու ենք եւ աջակցությունն ենք ավելացնելու Ուկրաինային։ Այսպես են աջակցում, այսպես են թիկունք կանգնում։ Իրա կոնտինգենտը դիվանագիտական չի հանում Կիևից, երբ որ Կիևին ընդհանրապես վերջերս է խփել է Ռուսաստանը։ Ու գիտեն, որ Ռուսաստանն ամեն ինչի ընդունակ է։ Ու գիտեն, որ նաեւ դեսպանատան շենք է դուժել։ Ասում են մենք չենք հանելու։ Իսկ այդ մարդիկ լացակոմատ չեն փախնում, մնում են իրանց տեղը աշխատում են։ Այդպես են թիկունք կանգնում։ Մենք այդ ենք բացատրում, բա Եվրոպայում տալիս են, գիտեք թե ինչ է, այսիմ բարեկամներս են եվրոպական չինովնիկները։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը։ Մենք արդեն պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները զգան պատերազմի հետևանքները իրենց առօրյա կյանքում։ Հասկացաք, այսինքն հետևողականորեն Եվրոպան առաջատանում իր ծրագիրը, անկախ նայած Դոնալդ Թրամփը ինչ կանի, անկախ նայած մի օր կփորձի Ռուսաստանն էլ լավ ալի մյուս օրը սանկցիաներ կիրառի։ Այս ձևի են պաշտպանում իրենց շահերը։ Այլ դրա համար, որ ասում ենք Եվրոպան համակարգ է, ընտանիք է, կենսակերպ է, կառույց է, որի մենք կարող է անդամակցությամբ լուծենք ոչ միայն տնտեսական, այլ հիմա բարեբախտաբար նաև անվտանգային հարցերը, որտեղ մենք ասում ենք պայմանականորեն մենք անվտանգությունը պատկերացնում ենք Եվրոպա, ՆԱՏՕ, որտեղ ՆԱՏՕ-ն է Եվրոպայի անվտանգությունն ապահովում, իսկ սկզբանե դրա համար ստեղծվել է։ Բայց եթե հակասություն է առաջանում Եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են այլ ավելի ճկուն անվտանգային համակարգ ստեղծել, առաջնահերթությունը մենք տալու ենք Եվրոպային։ Այլապես սխալ կհասկացվի, դիմում ենք Եվրամիության անդամ դառնալու, իրանք առաջարկում են եվրոպական անվտանգություն ապահովել, ասում ենք չէ, կներես մենք Ամերիկայից ենք դա ուզում։ Առավել ևս որ տեսանք, որ Ամերիկայի անվտանգությունը արաբական երկրների հետ ինչ տեսք ունեցավ։ Էնպես ու ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհն է։
Միանգամից տնտեսականն էլ ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթ է դառնում Եվրամիությունը մեզ համար։ Իրանը չի գնա Ամերիկայի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները։ Հիշում եք, երեք խոսում էինք, որ Արադ Միրզոյանն ասում է շատ կուզենան, որ Իրանը եւ Ամերիկան հարաբերությունները լավացնեն, որտեղ լավ է հասկանում են տնտեսական ծրագրերը, որ Ամերիկայի հետ արվելու է, շատ հարցում պայմանավորված են նրանով, հանկարծ Իրանը դրա հետ կապված մեզ համար խնդիրներ չառաջացնի։ Իրանցի բանակցողները կատարած իրենց այցի ընթացքում փորձում են վերացնել վերջին տարաձայնությունները կապված նախկինում սառեցված միջոցներին հասանելիություն ստանալու մեխանիզմի հետ։ Մոտ 24 միլիարդ դոլարի իրանական միջոցներ կարող են ապասառեցվել փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը կդառնա Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս։ Իսկ հիմա Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ հաստատել է, որ Նեթանյահուն եղել է ատամնաբուժան, որ ասել առողջական վիճակը վատ է, վարչապետն այժմ դատարանում է Իսրայելի, վարչապետը մեղադրում է կոռուպցիոն 3 գործերով, ավելի քան 700,000 շեկելի, 230,000 չափով անօրինական նվերներ ստանալու, իսկ քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց ԶԼՄ-ների կարգավորման հետ կապված խարդախությունների, ինչպես նաև ընկերների շահերից բխող նախագծերի առաջ մղման նպատակով կաշառակերության մեջ։ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի միակ վարչապետն է, որ իր պաշտոնավարման ժամանակ է դատվում։ Եղել են իհարկե վարչապետեր, եղել են բարձր պաշտոնյաներ, որոնք պաշտոնաթողությունից հետո են դատարանի առաջ կանգնել։ Ինքն էս թափ-թազած էս դատարանի առաջ կանգնած է։ Սա շատ է խոցելի դարձնում իր վիճակը, առավել ևս Իրանի հետ կապված այս անորոշությունը, որի պարագայում լուրջ խնդիր է առաջանալու եւ հոկտեմբերի վերջի ընտրությունները, իսկ դա նոյեմբերի 3-ի ընտրություններից առաջ է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի եւ Ստորին պալատի ընտրությունների։ Այսինքն կարող է այն Նեթանյահուի դեմ դուրս եկող ուժերը միավորվեն եւ շատ ավելի վատ վիճակի առաջ կանգնացնեն Իսրայելը, որովհետեւ իրանց ամբողջ պայքարը ելնելու է հականեթանյահուական ամբողջ արածը մեղադրել եւ ամեն ինչում մեղադրել, այնպես չի որ իշխանության կգան շատ որակյալ ուժեր, այլ ընդհակառակը կգան հականեթանյահուական ուժերը, որի պարագայում Իսրայելը եթե խնդիրներ կունենա, դրա մեղավորությունը կմնա Նեթանյահուի վրա, որտեղ ինքը այնպիսի քաղաքականություն վարեց, որ առիթ տվեց իրան քննադատելու գնով իշխանության գան մյուսները։ Այնպես որ պետք է մեղադրի իրան, որովհետև իրանք ներքաշեցին, մտածելով շատ արագ այդ հարցը լուծեն իր պաշտոնավարման ժամանակ եւ Թրամփի։ Ինչպես տեսնում եք, դա հակառակ ձևով ստացվեց եւ այս դատական խնդիրներից խուսափելու համար պատերազմով վիճակը փրկել, ընդհակառակը հիմա չի կարող պատասխան տա, թե այդ պատերազմը ինչի սկսեցիր, եթե արդյունքը այսպես էր ելնելու։ Ինչի մենք հրթիռակոծությունների տակ հայտնվեցինք։ Եթե այսպես էի քաշվել ձեր բոլոր քայլերը։ Այնպես որ դրան էլ մենք ուշադրությամբ կհետևենք, դրանք էլ է մեզ վերաբերում շատ լրջորեն, որովհետև պայմանավորված է նաև Իրանի հետ կապված հարցերով։ Այնպես որ շատ ուշադիր կնայենք այդ ամեն ինչը, մատներս կպահենք աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակին, դե ինչ այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։